Երբեմն համացանցում գտնված բաղադրատոմսերը գերազանցում են մեր սպասելիքները։ Կասկածներ ունեի, բայց չեմ զղջում, որ փորձեցի, քանի որ ստացվեց համեղ ու հետաքրքիր։ Անհրաժեշտ է 300-ից 400 գրամ հավիթոք, 3 ձու, 4 ճաշի գդալ ալյուր։ Բոլորը միասին հարում ենք հարիճով, մանրացնում, մինչև դառնա թանձր զանգված, որին հետո ավելացնում ենք ձեթ մի փոքր սոդա, աղ և կաթ։ Կաթով կարգավորում ենք խմորի թույլ և պինդ վիճակը, որպեսզի ստանանք բլիթների համար հարմար խմոր։ Թխում ենք բլիթներ և անցնում միջուկների պատրաստմանը։ Ես ընտրել եմ 2 միջուկ։ Առաջինը տապակած սոխի և գազարի համադրություն, համեմված աղով, սև պղպեղով և կանաչիներով, ինչպես նաև պանիր, իսկ երկրորդը խաշած ձու, կանաչի, պանիր, նույնպես համեմված։ Սոուսներն էլ յուրահատուկ երանգ են հաղորդում։ Առաջինի համար թթվասեր, մայոնեզ և սխտոր, իսկ երկրորդի համար մի փոքր մանանեխեմ ավելացնում։ Համը աննկարագրելի է, նույնիսկ դժվար է կռահել, թե ինչ բաղադրություն ունի։ Փորձեք և վայելեք։